Համաձայն եք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչ ժողովուրդն է ցանկանում։ Չեմ կարող ասեմ։ Ինքն է պնդել, որ անում է այն, ինչ ժողովուրդը ցանկանում։ Բայց ժողովուրդը իր այդ չի ցանկանում, ինչ որ ինքն է անում։ Ինքը իր շիզոֆրենիկ մտքերով հազիվ։ Առանց մեկնաբանությունների խնդրում եմ, առանց մեկնաբան։ Տենց բան է անում, ես չգիտեմ։ Ինքն է ասել։ Համաձայն չեմ։ Ոչ։ Ինքը չի անում, ոչ մի բան էլ ինքը չի անում ժողովրդի։ Ինչ իր խելքը բրդում է այն անում ավելի Ինքն է չի։ ասել, որ անում է այն, ինչ ժողովուրդը։ Ոչ, սուտ ասում։ Դե ամեն ինչ իր ժողովրդի ուզածով չի կարող անի, որոշ բաներ անում այն, ինչ որ ժողովուրդն են ուզում, բաներ կա անում, որ ժողովուրդը չի ուզում որ անի։ Ինքն է պնդել, որ այն ամեն ինչ անում է, դա ժողովուրդը։ Անհնար է, որ մարդ անի այն, ինչ որ ժողովուրդն է ուզում։ Ով ուզում ալի, Փաշինյանն էլի ով ուզում ալի, ժողովրդի պահանջը որոշ դեպքերում այնքան շատ է, ընտանիքի հայրը չի կարող իր ընտանիքում անի այն, ինչ որ երեխեքն ու կինն է ուզում։ Դա հնարավորությունների հետ կապված բաներ է։ Չէ, Ինքն է պնդել, որ այն ամեն ինչ անում է, դա ցանկանում է ժողովուրդը։ սաղ էլ պնդում էին, Սերժ Սարգսյանն էլ էր պնդում, Քոչարյանը։ 91 թվից ոչ մեկ ժողովրդի ու պետության մասին չի մտածում։ Ինչ որ օրենքներ, ինչ որ եվրոպական, չգիտեմ, Ռուսաստանի շահեր, Թուրքիայի շահեր, Հայաստանի շահերը ոչ մի ղեկավար, առավել եւս Նիկոլ Փաշինյանը չի բանալ։ Ժողովուրդը տուժում է, պետությունն է տուժում։ Ու մեր այս կուճուրիկ երեխեքը, որոնք ապագա չունեն, մեր պատճառով, որ մենք ձեն չենք անում, կուլ ենք տալի ամեն ինչ։ Բայց ժողովուրդը տես բան ցանկանում է, որ Նիկոլ Փաշինյանն անում։ Ինքն է պնդել, որ անում է այն, ինչ ժողովուրդը։ Ոչ, ինքը ոչ ժողովրդի ոնց որ ասած արդեն կորցրել է իր այն դու վստահություն ասենք, դու ինչ ասենք, որ հարմարն էլի հասկանում ես։ Հիմա իր ելույթներից չեք պատկերացնում ինչա խոսում։ Ելույթ է ունենում ինչ-որ մի թեմայից, շորա գալիս ասում է, եթե կոշտ, վերմակի կոստյումի վրա կոճակ չկա, վարատնիկ չկա, այս չկա, դու թեմայից էիր խոսում, ինչի շուր է կար այդ կոստյումին, ախր չգիտեմ էլ հիմա վախենալու բան չկա, բայց հիմա այսօր ուզում է վախացնի, հիմա ժողովրդին շատ չգիտեմ, արդեն շատ անտարբեր ենք դարել մեկից մեկի նկատմամբ, հասկանում ես, ու բանը հասնում է նրան, որ սրանք էլ դպրոց չավարտած, կրթություն չստացած մարդիկ ղեկավարում են, ոնց կարա այդպես բան լինի։ Դեռ կոմունիստների ժամանակ մարդիկ մի քանի դպրոցներ էին ավարտում բարձրագույն, որ հասնում էին ինչ-որ մի պաշտոնի։ Պետական մարմիններում ամենակիչը պետք է, չգիտեմ, 40-ից բարձր լիներ, որ կարող է ինչ-որ քեզ գլխավոր ինժեներ տային, հետո ինչ-որ պետ տային։ Հիմա 4-րդ դասարանի ավարտածները դարձել են ղեկավար։ Ինչ ասեմ, Բալի ջան, ախր ասելու շատ բան կա, բայց իմաստ չկա այսօրվա արածի ու ասածի միջև դրանց։ Եվ ինձ թվում է, որ արդեն ժողովուրդը լրիվ հիասթափվել է, սրանք մի գլուխ քանդում են, որտեղ նայում ես, այն հասարակ փողոցները, որ այրոպորտից գալիս է, որ պետք է ներկայացնի, որ չէ որ երկրի մուտք են մտնում, հասկանում ես, որպեսզի ինչ որ չափով տպավորություն թողի, որ էս էլ է երկիր, ավիրված, ոնց թե ներգի փոխտան, հետո չգիտես ներկողին փոխտան, ասենց չգիտեմ ասելու շատ բան կա, բայց էսա, էս երկրի վիճակը վախենալու բան չունենք, կարճացած, դու իրանց մտքից չհասնի, որ ժողովուրդը իրանցից վախենում է, այսօր էլ որ ընտրություններն էլ իրանք չեն ընտրելու, վերջ։